Ուզեք ապագայում ձեզ նույն դատավորները դատեն։ Որ դատավորները։ Ունակ չգիտեմ, Մասիս Մելքոնյանը, եթե առաջիկայում Բայց ինչի պետք է դատեն, եթե ես որևէ բան չեմ արել։ Դե ինչ գիտեք չեք արել, գուցե եւ արել եք։ Պարոն Պապոյան, Ես բայց եկեք ավարտենք, արդեն ասել խոսել կամ էլ կարող ենք շարունակել, բայց երևի քաղաքականությունն է կարևոր, թե քավոր սանիկական հարաբերությունը։ Ես այդ հարցին ում որ առաջի անգամ այդ հարցը տրվել է, ինքը պատասխանել է եւ ես ավելացնելու բան չունեմ։ Պարոն Ես այո, պատասխանվել է եւ ավելացնելու բան չունեմ։ Այն ինչ որ ասվել է, ասվել է։ Ուղղակի քպականների մոտ սովորություն է ուրանալ իրենց քավորներին, օրինակ նույն Հայկ Կոնջորյանը Ես չգիտեմ ով ինչա եւ այլն, այդպեսի բան նախ դա ձեր գնահատականն է, այդպես չի, նախ այդպես չի եւ երկրորդը դա ասեցի։ Չեմ ուզում ավելացնեմ որևէ բան, որը այդ իրավիճակի վրա ես այդ թեմայով որոշել եմ չխոսել, խոսել են մարդիկ, հարցատրվել, պատասխանել են, շարունակեմ կլռեմ, որովհետեւ իմ կարծիքով այդպես բավարար պատասխաններ տրվել։ Պարոն Պապոյան, բայց մի հարց էլ էլի այդ վառելիքի հետ կապված հիմա որ ասացիք բերվում այդ նոր խմբականակը Հայաստանը պարբերաբար պատասխան առաջարկներ հնչեցնում, որ նաև Ադրբեջանը օգտվի Հայաստանի ճանապարհներից, ինչու արձագանք չկա միջև հիմա ձեզ։ Դե տեսեք իրենք այսպես թե այնպես այդ ճանապարհը ունեն։ Իրենք այսպես թե այնպես հարմար ճանապարհներ ունեն, բայց ես վստահ եմ, որ ինչ որ փուլում իրենք օգտվելու են, իրենք շարունակում են բավականին երկար եւ ծախսատար ճանապարհներից օգտվել։ Բայց Հայաստանի առաջարկը չընդունել է, ինչու։ Ես ենթադրում եմ, որ սպասում են ամբողջական կարգավորմանը, որից հետո նոր Այսինքն ինչ որ ռիսկեր են տեսնում։ Չեմ կարծում, մտահոգություն բացարձակ ես չեմ տեսնում, պարզապես մոտեցման խնդիր է։ Մենք իրենք կարծում են, որ պետք է ամեն ինչ ավարտելու միանգամից, մենք կարծում ենք, որ կարելի է զուգահեռ անել։ Իսկ Եվրամիության հետ որ քննադատել էին իրենք այդ Հայաստան-Եվրամիություն, այսպես այդ հռչակագրում։ Դե հասկացա ինչ, որտեղ ԱԳՆ-ի հետ քննարկելի քարտը ես չեմ կարծում, որ մեր մասով որևէ խոչընդոտ կա։ Չէ, ուզում ասեմ, դա չի խանգարելու իրենք, այսինքն ինչ որ պատճառներ են բռնում չստորագրելու։ Ես կարծում եմ, որ այդպիսի պատճառի առիթ դա վստահաբար չի կարող լինել։ Պարոն Պապոյան, հիմա այս ճանապարհով բեռը երբ որ գալիս է, երկու անգամ արդեն եկել են տարբեր բեռնատարներ։ Հիմա շահավետության առումով ինչ փոխվեց, այսինքն նախորդ երթուղին եւ այս երթուղին։ Լավ հարց եք տալիս, որովհետեւ ուրեմն մի էսպիսի հարց տամ ձեզ, իրավիճակ նկարագրեմ։ Ուրեմն նախորդ տարի այս ժամանակ ես նայում եմ ինվոյսները 190-ից $200 էինք Ռուսաստանից սահմանին ստացել ուրեմն բեռնափոխադրումով ցորենը։ Այսօր գները 275-ը ցորենի։ Այսինքն ինքը ուղղակի գինը փոխվել է, գինը բարձրացել է։ Հիմա սա կարա օրինակ նպաստի, որ ավելի արագ ստանանք, ավելի անխափան ստանանք, 10 կամ $20 օրինակ ավելի էժան ստանանք։ Այո, բայց ես ուզում եմ ասել այլ գործոնները ավելի շատ են ազդում։ Մենք ստեղ կարող է այս եղանակով $20 գինի իջացնենք, բայց տեսեք այն մի տարբերակում մինչև $85 ինքը, ասենք, բանը գինը բարձրացել է, որովհետև տեղում անցած տարի բերքը շատ է եղել։ Ուրեմն գները ավելի ցածր են, այս տարի բերքը ավելի քիչ է եւ գները բնականաբար բարձրանում են։ Այսինքն ուզում եմ ասեմ, կարող ենք ակնկալել տեսականորեն, որ ավելի արագ կլինի, այո, որտեղ դա ավելի արագ է, հերթերը պակասում են։ Կարող ենք ակնկալել, որ ավելի էժան կլինի, այո, ավելի էժան կլինի, բայց դա հիմա հաջորդ տրամաբանական հարցը կլինի։ Բայց այդ դեպքում հացի գնի վրա ինչքան է ազդելու, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև նորից մի հատ ուրիշ օրինակ բերեմ։ Եթե ցորենը ձեր ասելը բաժանանալը պետք է հասնել է։ Այո, կամ եթե բարձրացել է գինը, կամ հիմա այսօր կուրսը ռուբլու 5 է, չէ՞։ Հիմա եթե վաղը դարձավ 6։ Ավտոմատ բարձրանալու է, կամ վաղը դարձավ 4։ Ավտոմատ իջնելու է, բայց դա իհարկե, եթե դուք առնում եք օրինակ պայմանական ինչ-որ բանը 4 ռուբլով, կամ լավ 1 ռուբլով, մի դեպքում այդ 1 ռուբլու համար վճարում եք 4 դրամ, մի դեպքում վճարում եք 5 դրամ, մի դեպքում վճարում եք 6 դրամ։ Այսինքն այնքան շատ գործոններ է ազդում, որ նույնի կերպ հիմա կարող է
մեկ այլ գործոնի պատճառով գինը իջնի, բայց սխալ կլինի պնդումը, ես ասեմ, այդ տեսեք, դա միայն երկաթուղու շնորհքներ։ Այնքան բազմաթիվ գործոններ կա։ Իսկ մարդիկ ոնց են դա զգալու, այդ փոփոխությունը, մարդիկ, քաղաքացիները ոնց են զգալու, այդ ոնց որ ասում եք դա ապաշրջապատում։ Էս ասեցի, պայմանային անվտանգություն կա, ընդհանուր առմամբ գների էժանացման վրա էթնիկ գործոնով դրական ազդեցություն, արագություններ, բեռնափոխադրումների։ Հիմա օրինակ, մենք դեպք ենք ունեցել, Լարսը փակվել է, որովհետև ջնաբուկ կամ սելավ։ Մենք ինչ ենք անում, գնում ենք մեր պահուստային ցորենը, սկսում ենք օգտագործել։ Հակառակ դեպքում երկրում հաց չի լինի։ Դրա համար մենք ունենք պահուստային միջոց։ Հիմա այդ դեպքում մենք այդ պահուստիներ չենք գնա, բա որ լավ ամսով չվերանորոգեն, ինչ ենք ունենալու։ Հիմա այդ դեպքում փակվեց, այլընտրանքային ճանապարհ կա։ Էսա, այսինքն այդ այնքան բազմաշերտ հարց եք տալիս, որ բազմաթիվ գործոններ դրա վրա ազդում են։ Շնորհակալ եմ։